ԱՄՆ Իրան լարվածության և միջուկային գործարքի շուրջ բանակցությունների ֆոնին Ռուսաստանի և Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում։ Ռուսաստանի բնտվյալով երկու երկրի անձնակազմերը համակարգում են գործողությունները քաղաքացիական նավագնացության անվտանգությունն ապահովելու համար։ Մոսկվայից պարզաբանել են, որ համատեղ զորավարժությունները պլանային բնույթ են կրում և համաձայնեցվել են դեռ վաղուց։ Կրեմլի խոսնակն աննախադեպ սրացում է որակել Իրանի շուրջ զարգացումները կոչանելով զսպվածություն ցուցաբերել։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը տեղեկացրել է, որ Ժնևյան բանակցություններում փոքր առաջընթաց է գրանցվել, սակայն որոշ հարցերում կողմերի դիրքորոշումները ծայրահեղ տարբեր են։ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը հայտարարել է, որ Սպիտակ տունը պատրաստ է որոշ ժամանակ տալ Թեհրանին գործարքի հասնելու համար, սակայն Թրամփը չի պատրաստվում անվերջ սպասել։ Ամերիկյան մամուլն էլ գրում է, որ Վաշինգտոնը շարունակում է մեծացնել ռազմական ուժերը Մերձավոր Արևելքում, սակայն Դոնալդ Թրամփը Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու վերջնական որոշում դեռ չի կայացրել։ Այս ֆոնին Լեհաստանը կոչ է արել Իսլամական Հանրապետությունում գտնվող իր քաղաքացիներին հնարավորինս արագ լքել երկրի տարածքը։ Բացի ռազմաքաղաքական հարցերով բանակցություններից Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել տնտեսական աշխատանքային խումբ ստեղծել, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովի խոսքով դրա շրջանակում Մոսկվան ցանկանում է քննարկել երկկողմ գործակցության փոխշահավետության հարցը։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն էլ կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնը կչեղարկի հակառուսական պատժամիջոցները հաշվի առնելով հնարավոր համատեղ նախագծերը, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների կրած վնասները։ Նրա խոսքով ռուս-ամերիկյան պոտենցիալ նախագծերի պորտֆելը գերազանցում է 14 տրիլիոն դոլարը։ Դմիտրի Պեսկովը ևս հայտարարել է, որ Միացյալ Նահանգների պատժամիջոցները խոչընդոտում են երկկողմ գործակցությանը։ Մենք անօրինական ենք որակում առևտրատնտեսական սահմանափակումները և հետաքրքրված ենք, որ դրանք չեղարկվեն, շեշտել է Կրեմլի խոսնակը, համոզմունք հայտնել, որ դա բխում է և Ռուսաստանի, և Միացյալ Նահանգների շահերից։ Վաշինգտոն հավանալարվածության, ամերիկյան պատժամիջոցների և էներգետիկ խնդիրների ֆոնին Վլադիմիր Պուտինն ընդունել է Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլիային։ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, միշտ եղել են Կուբայի կողքին, աջակցել սեփական ճանապարհով զարգանալու այդ երկրի իրավունքին։ Կրեմլի ղեկավարն անընդունել է որակել Հավանայի դեմ սահմանված պատժամիջոցները։ Պուտինը գոհունակություն է հայտնել, որ Մոսկվա-Հավանա հարաբերությունները զարգանում են։ Պարիլյան իր հերթին շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին Կուբայի ժողովրդի հետ համերաշխության համար։ Նախարարը գոհունակությամբ նշել է համատեղ նախագծերի դինամիկան։ Շնորհակալ ենք Կուբայի նկատմամբ էմբարգոյի խստացման և էներգետիկ շրջափակման պայմաններում մեզ աջակցելու համար, հավելել է կուբացի դիվանագետը։ Նա նշել է, որ իր երկրում այժմ տնտեսական բարդ պայմաններ են ստեղծվել։ Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ռազմական դրություն հայտարարելու միջոցով հեղաշրջման փորձի համար։ Դատարանը պարզել է, որ ռազմական դրություն հայտարարելուց հետո Յունը զորքեր է ուղարկել խորհրդարանի շենք ցանկանալով խափանել ազգային ժողովի գործունեությունը։ Նախկին նախագահը դատապարտվել է ցմահ ազատ ազրկման։ Ավելի վաղ Հարավային Կորեայի դատախազությունը Յունի համար մահապատիժ էր պահանջում։ Յուն Սոկ Յոլը ռազմական դրություն էր հայտարարել 2024 թվականի դեկտեմբերին, պարզաբանելով, թե իբր ընդդիմությունը Հյուսիսային Կորեայի աջակցությամբ ցանկանում է պաշտոնանկ անել իրեն։ Դիանա Գասպարյան, լուրեր։